Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր հունիսի 26-ն է եւ սա արդեն թվով մեր երկրորդ հաղորդումն է եւ այս հաղորդման ընթացքում մի շարք կարեւոր հարցեր ենք քննարկելու, որոնք որ վերաբերվում են ինչպես Հայաստանում տեղի ունեցող ներքին գործընթացներին, այնպես էլ Հայաստանի արտաքին քաղաքականությանը, շատ կարեւոր հայտարարություններ է այսօր արել Վահան Կոստանյանը, փոխարտգործնախարար, եւ դրանից բացի կքննարկենք թե ինչ հայտարարություններ են արվում աշխարհում։ Օրինակի համար այսօր Այաթոլլահ Խոմեյնին հայտարարությամբ է հանդես եկել, թե իբր Իրանը հաղթանակ է տարել, այդ հարցը եւս կքննարկենք թե ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ընդհանուր առմամբ ինչ է ձեռք բերվել, ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, ավելի ճիշտ է այդպես ասել, եւ հիմնականում այս հարցերն են սիրելի հայրենակիցներ, անդրադարձ կլինի նաեւ Ուկրաինային։ Սկսենք Հայաստանին վերաբերող հարցերից եւ միանգամից սկսենք նրանից, որ հունիսի 17-ին, այսինքն օրեր առաջ, Միքայել arczepiskopos Աջապահյանի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար։ Մենք գիտենք, որ բազմաթիվ հարցազրույցներ է տալիս Միքայել Աջապահյանը եւ ամենտեղ չի թաքցնում այն, որ Հայաստանում պետք է իշխանափոխություն տեղի ունենա, Հայաստանում պետք է տարբեր ձևերով հասնեն իշխանափոխության եւ այդպիսի հարցազրույցներից մեկում փաստացի ինքը վստահ լինելով, որ Հայաստանում ոչինչ իր հետ չի պատահի, այսինքն օրենքը չի աշխատելու, քանի որ ինքը սրբազան է, եկեղեցու սրբազան է, այդպես է ամեն դեպս ինքը պատկերացնում եւ հետեւաբար այդպիսի հայտարարություններ է հնչեցրել, որոնց հիման վրա արդեն նախաձեռնվել է քրեական վարույթ իշխանությունը զավթելու սահմանադրական կարգը բռնի տապալելու ուղղված հրապարակային կոչով։ Այսինքն տեսագրությունները կան եւ այդ տեսագրությունները հարցազրույցով հրապարակային են։ Ես կարծում եմ, որ այդ տեսանյութերը շատ մարդիկ են տեսել, քանի որ կրկնեմ ինքը բազմիցս նման հայտարարություններով հանդես է եկել։ Հիմա ինչն է հարցը։ Կրկնեմ, եթե օրենք կա Հայաստանում նման հարցերը կարգավորող, ես գիտեմ, որ նման օրենք գոյություն ունի Հայաստանում, ապա բնականաբար օրենքի առջև պետք է որ բոլորը հավասար լինեն եւ հետեւաբար այդպիսի հրապարակային կոչեր հնչեցնելով դատախազությունը հիմք է համարել եւ արդեն կոնկրետ վարույթ է ընդունվել այս գործի մասով։ Բայց մենք հասկանում ենք, որ միանշանակ կատարվածը կապ ունի նաեւ Բագրատ Գալստանյանի գործողությունների հետ, միանշանակ է դա, ինչպես նաեւ Գարեգին Բ-ի հայտարարությունների եւ գործողությունների հետ եւ այն լարվածության հետ, որը որ կա Հայաստանի իշխանությունների եւ եկեղեցու որոշ ներկայացուցիչների միջև։ Բայց բնականաբար, եթե այդպիսի հրապարակային հայտարարություններ չլինեին Աջապահյանի կողմից, ինչպես նաեւ ձայնագրություններ չլինեին Հայաստանում բռնի հեղաշրջում իրականացնելու, որը որ երեք էր հրապարակվել, սիրելի հայրենակիցներ, որի պատճառով նաեւ ձերբակալվեց Բագրատ Գալստանյանը, ես կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները չէին կարողանա եւ դատախազությունն էլ չէր կարողանա որևիցե քրեական վարույթ նախաձեռնել եւ քանի որ նման կոչերը հնչեցվել են եւ նման գործողությունների պլան է եղել, այսինքն իրենք շատ իրենց ազատ են զգացել, դա փաստ է, բոլորը գիտեն, իրենք տեսել են իշխանության մեջ թուլություն, որ ինչ ուզենք կասենք, ինչ ուզենք կանենք, միևնույն է ոչ ոք չի կարող համարձակվել մեր դեմ որևիցե բան ձեռնարկել եւ հետեւաբար քանի որ այդքան ազատ գործել են, բնականաբար օրենքը խախտելով եկել է այն պահը, որ եթե Հայաստանի իշխանությունները ոչ մի քայլ ձեռնարկեին օրենքի տառին համապատասխան, ապա Հայաստանը կբախվեր շատ լուրջ խնդրի, ես մի անգամ չէ որ ասել եմ, կբախվեր ինքնիշխանությունը կորցնելու վտանգին։ Ճիշտ է, մենք տեսնում ենք, որ կան բազմաթիվ հոգեվորականներ, տարբեր նաեւ մարդիկ, որոնք որ կապված են կուսակցությունների հետ, որոշ Գյորգ Շարասյան ներկայացուցիչների հետ, որոնք որ փորձում են աջակցել այս եկեղեցականներին,
հասկանում ենք, որ հիմնականում այն մարդիկ են, որոնք որ նախկինում օգտվել են իշխանությունների լափամանից հիմնականում, կան նաև անկեղծ մարդիկ։ Այս անկեղծ մարդկանց մաքուր հավատքով լցված մարդկանց այդ անձերի նկատմամբ չեմ ուզում կապնել, քանի որ նման մարդիկ եւս կան ցավոք սրտի խապված մեծամասամբ մարդիկ, բայց հիմնականը այն մարդիկ են, որոնք որ մեծ կապեր են, սերտ կապեր ունեցել այդ մաֆիոզ կլանի հետ, նախկին իշխանության ներկայացուցիչների հետ, եւ ամեն ինչ շատ պարզ է, հասկանալի է, կարծում եմ ոչ միայն Հայաստանի քաղաքացիներին, այլ նաեւ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին։ Հետևաբար այնինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, դա չի կարելի որևիցե կերպ համարել քաղաքական հետապնդում, միանշանակ չի կարելի անվանել սա քաղաքական հետապնդում եւ չի կարող սա համարվել հալածանք հոգեվորականների նկատմամբ։ Միանշանակ է սա եւ փաստերը բազմիցս կան։ Թե այդ ձայնագրությունները, որոնք որ արդեն խոստովանել է Բաքրատ Գալստանյանը եւ թե Միքայել Աջապահյանի այդ հայտարարությունները, որոնք որ նա արել է իր հարցազրույցներից մեկի ժամանակ եւ այդպիսի կոչեր է հնչեցրել։ Եվ երբ որ դնում ես մի կողմում օրենքը եւ մյուս կողմում նրանց հայտարարությունները, ձայնագրությունները, ապա ինքնին ամեն ինչ կարծես թե ապացուցված է, չնայած մենք չենք կարող լինել դատավորներ, դատարանը թող որոշումները կայացնի, բայց մենք էլ ունենք ականջ եւ կարող ենք լսել իրենց հայտարարությունները եւ հասկանալ, թե այդ ամենը ուր էր բերելու Հայաստանին։ Եվ պատահական չէ, որ Ռուսաստանի լրատվամիջոցները, ռուսական մեդիան ամեն ինչ ներկայացնում է այնպես, թե իբր Հայաստանում հոգեվորականների նկատմամբ ճնշումներ են սկսվել, բեռնաճնշումներ։ Այսինքն Հայաստանի իշխանությունները ճնշում են գործադրում եկեղեցու վրա, բայց Ռուսաստանը պաշտպանում է հայ առաքելական եկեղեցուն։ Մեզնից հայրենասեր են փաստացի, մեզանից շատ են սիրում հայ ժողովրդին, հայ առաքելական եկեղեցին, իսկ Հայաստանի իշխանությունները շատ վատն են, քանի որ հալածում են եկեղեցին, թուրք են, չգիտես ինչ են, այսինքն ըստ ռուսական լրատվամիջոցների, իսկ մենք գիտենք, որ Ռուսաստանում գոյություն չունեն անկախ լրատվամիջոցներ, հետեւաբար այդ ամենը թելադրվում է պետության կողմից, եւ հիմա դուք ասեք ինքներդ, այս ամենից հետո Ռուսաստանի Դաշնությունը ներկայություն ունի Հայաստանում քաղաքականապես, թե չէ, այսինքն Ռուսաստանի Դաշնությունը կապ ունի այս ամենի հետ, թե չունի։ Սա է խնդիրը, սիրելի հայրենակիցներ, ես կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները շատ ճիշտ ուղու վրա են, մեկը գրել էր մեկնաբանությունների մեջ, որ պաշտպանում ես իշխանություններին, ասեմ, որ այս հարցի շուրջ միանշանակ պաշտպանում եմ, ես թաքցնելու ոչինչ չունեմ, որտեղ որ քննադատելու տեղ են թողնում, ես փորձում եմ անաչառ ձևով, անկեղծ ձևով քննադատել, բայց հիմա ինչ որ տեղի ունենում, ես կարծում եմ, որ շատ ճիշտ է այդ ամենը արվում եւ իրոք շնորհակալություն կարելի է հայտնել Հայաստանի իրավապահ համակարգին, ԱԱԾ-ին եւ բոլոր նրանց, ովքեր որ բացահայտում են կատարվածը, քանի որ մենք հասկանում ենք, որ եթե Հայաստանը հիմա այս վճռական պահին կորցրեց իր պետականությունը եւ անկախությունը, ապա դժվար թե ապագայում մենք հնարավորություն ունենանք այն վերականգնելու։ Հարցը Նիկոլ Փաշինյանը չէ, Նիկոլ Փաշինյանին պետք է հետևեն բազմաթիվ վարչապետներ եւ հնարավոր է նաեւ նախագահականի անցնել երկիրը նախագահներ, որոնք որ կլինեն ազատ, անկախ, ինքնիշխան Հայաստանի վարչապետներ եւ նախագահներ, բայց եթե հիմա Փաշինյանի ժամանակ այս ամենը ավարտվի եւ հեղաշրջում տեղի ունենա, ապա պարզ է, թե ում գուբերնիային է վերածվելու Հայաստանը։ Դրա համար այստեղ միանշանակ է, որ այս հարցի շուրջ ես աջակցում եմ Հայաստանի իշխանություններին, որպեսզի մենք հնարավորություն ունենանք ապագայում ընտրությունների միջոցով ունենալու ուրիշ իշխանություններ, մեկ իշխանությունն էլ չէ, իշխանություններ, որը դարերով Հայաստանը պահելու է որպես անկախ ինքնիշխան երկիր եւ ես շատ հույս ունեմ, որ Հայաստանը կդասվի աշխարհի փոքրիկ, բայց հզոր երկրների շարքին, որոնց շարքում է այսօր Իսրայելը։ Հիմա անդրադառնանք մնացած հարցերին, մի շարք հայտարարություններով է հանդես եկել այսօր փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, շատ կարևոր հարցերի է նա անդրադարձել, հարցերի, որոնք որ իրոք մեծ կարևորություն ունեն, Զախարովայի մասով հարց են նրան ուղղել, թե
Զախարովան ասում է, թե Նիկոլ Փաշինյանը իբր հերքում է հայոց ցեղասպանությունը, այստեղ շատ նուրբ է պատասխանել Վահան Կոստանյանը, ասելով, որ սա մեծագրագիտության հարց է, այսինքն Զախարովան մեծագրագիտության հետ կապված խնդիր ունի, մենք գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը չի հերքում հայոց ցեղասպանությունը, դա ուղղակի աբսուրդ է, բայց ռուսական քարոզչությանը դա պետք է եւ դրա համար նրանք փորձում են այդ ամենը օգտագործել։ Հիշում եք նաև Արցախի մասով հորինված թեզեր էին ասում, թե Հայաստանը իբր հրաժարվել է Արցախից, այնինչ իրենք էին լքել Արցախը, կազմակերպել էին, որպեսզի Արցախը վերջնականապես այս փուլում հանձնվի Ադրբեջանին, գիտենք այդ ամենը Զախուր Մարյանին վերելով իշխանության, պատերազմ բերին Արցախի գլխին, ելի չկարկանվեմ սիրելի հայրենակիցներ, այս պատմությունը գիտեք եւ հիմա էլ արդեն փորձում են խաղալ ցեղասպանության հարցի վրա, այնինչ բացարձակ սուտ է։ Եվ լավ է պատասխանել Վահան Կոստանյանը, թե տվեք ինձ հենման կետ, ինչպես որ ասում էր հին փիլիսոփաներից մեկը, բայց այդ հիման կետը Ռուսաստանի Դաշնությունը իր մեջ չի կարող գտնել։ Այսինքն չկա որևիցե հիմք, որով որ Ռուսաստանի Դաշնությունը մեղադրում է Հայաստանի իշխանություններին, թե իբր Հայաստանի իշխանությունները հերքում են հայոց ցեղասպանությունը։ Սա միանշանակ է, սիրելի հայրենակիցներ։ Հաջորդ հարցը ավելի կարևոր է եւ այս հարցին ես ուզում եմ ավելի մանրամասն անդրադառնալ։ Ինչ վերաբերվում է ՀԱՊԿ-ին եւ ԵԱՏՄ-ին, այստեղ հարցնում եմ, որ Հայաստանը ակնարկում է, որ կարող է ՀԱՊԿ-ից դուրս գալ, ԵԱՏՄ-ի մասով են հարց ուղում, եւ այստեղ եւս Վահան Կոստանյանը շատ հետաքրքիր եւ լավ պատասխան է տալիս, այն ինձ բավարարում է, որ եթե ՀԱՊԿ-ը չփոխի իր դիրքորոշումը, հայտարարություններ չանի, նաեւ Ռուսաստանի Դաշնությունը, որ ագրեսիա է տեղի ունեցել Հայաստանի նկատմամբ, Հայաստանի սուվերեն հողերը, տարածքները բռնազավթվել են, ապա Հայաստանը ոչ թե ակնարկներ է անում, ապա հարմար պահին, երբ որ ժամանակը գա, Հայաստանը միանշանակ իր որոշման մասին կհայտնի, այսինքն կկայացնի որոշում։ Հիմնական գաղափարը եւ միտքը դա էր, ինչ վերաբերվում է ԵԱՏՄ-ին, այստեղ եւս նա ասում է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամ է, խորացնում է ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները, բայց ուշադրություն, նա նաեւ ասում է այն, որ այստեղ եւս կարևոր է նշել, որ Հայաստանը խորացնում է հարաբերությունները նաեւ Եվրամիության հետ ու եթե ընտրության պահ առաջանա, մոտավորապես այսպիսի ակնարկ է անում եւ շատ դիպուկ ակնարկ է անում, եթե որոշելու հստակ որոշելու պահ առաջանա, Հայաստանը կկայացնի իր որոշումը։ Այսինքն այստեղ ակնարկը շատ պարզ էր, որ եթե պետք լինի, եթե ժամանակը գա, ապա Հայաստանը կարող է դուրս գալ նաև ԵԱՏՄ-ից։ Ես ամենայն դեպս այդպես եմ կարդացել այդ հաղորդագրությունը Վահան Կոստանյանի պատասխանը։ ՀԱՊԿ-ի մասով ավելի միանշանակ էր, բայց այստեղ կար նաև ԵԱՏՄ-ի մասով պատասխան, որ եթե ընտրության պահ լինի եւ եթե ժամանակը գա, Հայաստանը կկայացնի միանշանակ որպես ինքնիշխան եւ սուվերեն երկիր կկայացնի իր որոշումը։ Իսկ ես ասեմ, այդ որոշումը հետ կկայացվի իմ համոզմամբ, երբ որ Վրաստանի եւ Եվրամիության միջև հարաբերությունները կարգավորվեն, իսկ ես կարծում եմ, որ դրանք անպայման օրից մի օր կկարգավորվեն, Հայաստանը ավելի համարձակ քայլեր կիրականացնի դեպի Եվրամիություն, որպեսզի Վրաստանի հետ միասին դառնա Եվրամիության անդամ։ Իսկ կրկնեմ, միանշանակ համոզված եմ, որ այդ օրը կգա, երբ Վրաստանի եւ Եվրամիության միջև հարաբերությունները կկարգավորվեն, ինչքան էլ դա չուզենան մեր հակառակորդները բոլոր տեղերում միանշանակ է դա, որ Վրաստանը եւ Վրաստանի ժողովուրդը, ինչպես նաեւ Վրաստանի իշխանությունները օրը կգա կկարգավորեն հարաբերությունները Եվրամիության հետ եւ այդ ժամանակ Հայաստանը շատ ավելի համարձակ կլինի այս հարցում։ Հայաստանի մասով նաեւ կարեւոր է նշել, որ Հայաստանի արտգործնախարար Արադ Միրզոյանը գտնվում է Չինաստանում եւ այնտեղ արդեն հանդիպում է տեղի ունեցել Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ, հանդիպման ընթացքում քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային հարցեր, այլ մանրամասներ այդ հանդիպումից չկա, բայց չափազանց կարևոր է, որ Հայաստանը խորացնում է իր հարաբերությունները Չինաստանի հետ, քանի որ նույն բանն է անում նաև Ադրբեջանը եւ Վրաստանը եւ նույնիսկ ոչ թե նույն բան, այլ շատ ավելին են անում թե Վրաստանը եւ թե Ադրբեջանը, որպեսզի խորացնեն իրենց հարաբերությունները Չինաստանի հետ եւ գիտեք Ադրբեջանը եւ Վրաստանը ունեն նաև ռազմավարական գործընկերության փաստաթուղթ,
եւ այս առումով շատ կարեւոր է, որ Հայաստանը եւս փորձում է խորացնել հարաբերությունները Չինաստանի հետ։ Չինաստանը գերտերություն է, աշխարհի ամենակարևոր գերտերությունն է։ Ռուսաստանի հետ մի համեմատեք, Ռուսաստանը տարածաշրջանային գերտերություն է, մեկ էլ ատոմային գերտերություն է, ավելի ճիշտ եթե կոնկրետ ասենք, 50 տարվա, այդ 60 տարվա ատոմային զենքը, որը որ մնացել է սպառազինությունը խորհրդային միությունից, դրա շնորհիվ ինքը համարվում է ատոմային գերտերություն, հարց է այդ զենքը որքանով արդիական է հիմա եւ նաեւ շատ մեծ տարածքում ունենալու պատճառով շատ կարևոր երկիր է, ինչպես նաեւ կարևոր է նրանով, որ շատ մոտ է գտնվում մեզ։ Բայց եթե իրականում մենք կարողանանք adekvat գնահատել, աշխարհի համար առաջին գերտերությունը Ամերիկայի Միացյալ Նահանգներն են եւ համար երկրորդ գերտերությունը դա Չինաստանն է եւ հիմա առաջին տեղի համար են նույնիսկ մրցում Չինաստանը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ ճիշտ է այդ իսկ պատճառով շատ ճիշտ է որ Հայաստանը խորացնի նաեւ իր հարաբերությունները Չինաստանի հետ։ Այսինքն մենք պետք է առաջնորդվենք, ինչպես որ միշտ ասել եմ, մեր ազգային եւ պետական շահերով, Վրաստանը եւս այդպես է առաջնորդվել խորացնելով Չինաստանի հետ իր հարաբերությունները, նույնն էլ արել է Ադրբեջանը եւ նույնը մենք պետք է անենք։ Չեմ կարող ասել պետք է թե չէ, ռազմավարական աստիճանի հասցնել մեր հարաբերությունները Հայաստանի մասին է խոսքը այս պայդրությամբ Չինաստանի հետ, բայց որ հարաբերությունները պետք է խորացնել, դրանում ես միանշանակ համոզված եմ։ Նաեւ հետաքրքիր հայտարարություն է արել Վահան Կոստանյանը Թուրքիայի մասով, Նիկոլ Փաշինյանի այցի մասով, ասելով, որ ռեգիոնալ կոմունիկացիաների շրջափակման հարցում Թուրքիան դեմ չէ, դրանց բացի նա հերքել է այն, որ իբր Էրդողանը բարձրացրել էր ադրբեջանցիների վերադարձի հարցը Հայաստան։ Հիշում եք, չէ՞, ես ասում եի, որ անհնար է, որ Էրդողանը նման հարց բարձրացնի, քանի որ իր կոմպետենտության մեջ այս հարցը միանշանակ չի մտնում եւ ահա Վահան Կոստանյանը հաստատում է իմ խոսքերը, որ նման հարց չի քննարկվել։ Չէր կարող քննարկվել իրականում նման հարց։ Ինչ վերաբերվում է միջազգային կարևոր իրադարձություններից, Դոնալդ Թրամփը շատ է ոգևորված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից կարևոր հայտարարություններ է անում, ասում է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում շատ լուրջ միասնություն է ցուցաբերվել, շատ լավ են դիմավորել Թրամփին, ավելի լավ են հասկացել նրա հոգեբանությունը եւ դա կարծես թե արդյունքներ է տալիս։ Նա նաեւ ասել է, որ իր նախագահության օրոք Ռուսաստանը չի համարձակվի հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Դե ինչ հուսանք, որ Դոնալդ Թրամփը նաեւ հետեւողական կլինի եւ հարավային Կովկասի հարցում եւս կօգնի մեր երկրներին, որպեսզի մեր երկրները եւս կարողանան պաշտպանել իրենց ինքնիշխանությունը։ Կարևոր հայտարարություն է արել նաեւ Թրամփի բանագնաց Վիտկոֆը եւ խոսքը նրա մասին է Աբրահամի համաձայնագրի, այսինքն մասին է, որ այդ համաձայնագրին կարող են միանալ շատ նոր երկրներ, այն երկրները, որոնք որ նախկինում չէին իրենք մտածում, որ կարող է միանան։ Հիշում եք, նա նաեւ խոսում էր այն մասին, որ Հայաստանը եւս հնարավոր է միանա Աբրահամի այդ ծրագրին։ Տեսնենք, ինչ է ակնարկում Վիտկոֆը, նա ասում է, որ դրանով Մերձավոր Արևելքի դեմքը կփոխվի, շատ բան կփոխվի։ Կարծում եմ Հայաստանը եւս նայի նկատի ուներ։ Ինչ վերաբերվում է ռուս-ուկրաինական պատերազմին, այստեղից մենք մտահոգիչ մեկ տեղեկություն ենք ստանում, որը որ հաղորդում է Reuters-ը, Հյուսիսային Կորեան կարող է բազմաթիվ զինվորականներ ուղարկել Ռուսաստանին օգնությամբ, Ռուսաստանին օգնելու եւ դա կարող է տեղի ունենալ արդեն հուլիս-օգոստոս ամիսներին, որպեսզի Ռուսաստանը ավելի լուրջ եւ մեծ լայնածավալ հարձակում սկսի Ուկրաինայի նկատմամբ։ Բայց Ուկրաինայի մասով նաեւ նկատելի է այն, որ Թրամփը փոխել է կարծես սկսել իր քաղաքականությունը, շատ թեթև ակնարկներ կան, արիք այդ մասին մեծ վերլուծություններ չանենք, քանի որ Թրամփն է, բայց ես կարծում եմ, որ Իրանի հարցը լուծելուց հետո Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի մոտ ավելի շատ է հիմա ինքնավստահությունը, այս պահի դրությամբ ինքը շատ է ոգևորված։ Հիշում եք նաեւ նրա խոսքերը այն մասին, թե Պուտինը առաջարկել է իր օգնությունը, իսկ նա ասել է, որ դու ինքդ եթե կարող ես լուծել հարցերը, դեռ քո հարցը լուծիր, այսինքն դու գործ չունես Իրանի հետ, եւ ես կարծում եմ, որ իրոք հիմա Դոնալդ Թրամփը ամբողջովին կենտրոնանալու է
ուկրաինական հարցի շուրջ, բայց մոտակա օրերի ընթացքում կրկին Իրանն է լինելու ուշադրության կենտրոնում, քանի որ Իրանի հետ հիմա բանակցությունները կարծես վերսկսվելու են, Իրանից ուզում են ստանալ այդ հարստացված ուրանը, որպեսզի ուրանը փոխանցի Իրանը, ՄԱԳԱՏԷ-ին է փոխանցելու, թե ում չգիտեմ, ՄԱԳԱՏԷ-ի հետ իմիջիայլոց հարաբերությունները խզում են, Իրանի խորհրդարանը նման որոշում է կայացրել, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգները ուզում են վերցնել այդ ուրանը Իրանի ձեռքից եւ դրա փոխարեն արդեն օգնեն այդ ատոմային տեխնոլոգիաները կոնկրետ խաղաղ հունով տանելու գործին, այսինքն էլեկտրական այեկներ կառուցելու մասով եւ կարեւոր է ասել էի նաեւ նախորդ անգամ, որպեսզի եթե այդ բանակցությունները հիմա տեղի ունենան, Իրանի վրայից կհանվեն պատժամիջոցները։ Իսրայելի բանակն էլ է զեկուցել եւ իրենց հատուկ ծառայություններն էլ փաստացի աշխատանք են տարել եւ Մոսադի միջոցով պարզել, ինչպես նաեւ Ամերիկայի հետախուզությունն է պարզել, որ ատոմային օբյեկտները Իրանի ոչնչացված են, եթե նույնիսկ ոչնչացված չեն, ես ասել եմ իմ տեսակետը, ապա կարող ենք փաստել, որ բավականին լուրջ վնաս են ստացել այդ ատոմային օբյեկտները եւ Իրանին հիմա ձեռնտու է, որպեսզի իրենք պայմանավորեն։ Չնայած որ Այաթոլլահ Խոմեյնին այսօր հայտարարությամբ է հանդես եկել եւ ասում է, որ իրենք հաղթանակ են տարել Իսրայելի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեմ պատերազմում, քանի որ սիոնիստական ռեժիմը, ինչպես ինքն է ասում, պարտվում էր, դրա համար Ամերիկայի Միացյալ Նահանգները միացան այս պատերազմին, բայց միևնույն է Ամերիկայի Միացյալ Նահանգները պարտություն կրեցին եւ իրենք ջախջախի չարված հասցրին իբր Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Ինչ ասեմ, ինձանից լավ գիտեք, թե ինչ է տեղի ունեցել, միայն առաջին օրը Իսրայելը ոչնչացրել էր Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության բացարձակ մեծամասնությունը, ռմբակոծելով բազմաթիվ օբյեկտներ, էլ երևի թե իմաստ չունի այդ պատերազմական գործողությունները հիշել, թե ինչ տեղի ունեցավ Իրանի հետ։ Բայց այստեղ կարևոր է նշել, որ Իրանը եւս բավականին զգալի վնաս է հասցրել Իսրայելին եւ այդ վնասը հիմա գնահատվում է 3 միլիարդ դոլար։ Բավականին մեծ գումար է, այդ ավերվածությունները եւ կոմպենսացիաները ընդհանուր առմամբ բոլորը միասին կազմում են մոտ 3 միլիարդ դոլար։ Բավականին մեծ գումար է, բայց Իսրայելի համար չեմ կարծում, որ այդ գումարը շատ մեծ եւ ահռելի գումար է, սիրելի հայրենակիցներ։ Այս պայդրությամբ այսքանը, կրկին հիշեցնեմ լայքերի համար, բաժանորդագրվեք, եթե չեք բաժանորդագրվել մինչև հիմա, մեր ալիքին հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։